հիշում եմ բազմաթիվ դրվագներ վերջին տարիներին գիտության ոլորտի հետ մեր առնչությունների։ Ես հիշում եմ, թե ինչպիսի երկար տանջանքների եւ տառապանքների արդյունքում հնարավոր եղավ, որ ֆիզիկա ինստիտուտում այդ իզոտոպերի արտադրությունը տեղի ունենա, որը առողջապահության ոլորտում այսօր օգտագործվում է եւ ակնհայտորեն դրա օգտագործումը ավելի կընդլայնվի մանավանդ առողջության ապահովագրության համակարգի ներդրման պայմաններով եւ այստեղ շղթայական մենք process ունենք մի կողմից մեր գիտական հաստատությունում լրացուցիչ ֆինանսական միջոցներ են մտնում մյուս կողմից մեր առողջապահության համակարգը ստիպված չի լինում գումարները երկրից դուրս անել, որովհետև նախկինում դա արտահանվում էր, ընդ որում ես ինչքան ինձ հասցրել են ասել, այդ իզոտոպները շատ կարճ կյանք ունեն եւ իրենց արտադրության եւ օգտագործման ժամանակահատվածը շատ կարճ է եւ նաեւ մյուս կողմից մենք մասնավորապես ներողություն քաղցկեղային, ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ հետեւաբար կանխարգելման գործիքներ ենք ստանում, որը իր հերթին մեր մարդկային ռեսուրսը, եթե տնտեսական տերմինով արտահայտվենք, ավելի աշխատունակ, գործունակ եւ կենսունակ է դարձնում, ինչը իր հերթին բերում է տնտեսական էական օգուտներ։ Եվ այս առումով ուզում եմ ասել, որ նաև մեր պատկերացումն է, որ գիտությունը եւ գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ եւ ներկայություն պետք է ունենա, բայց նաեւ շատ դեպքերում այդպես է նույնիսկ այն պայմաններում, երբ որ իրենք գիտնականները դրա մասին չգիտեն։ Ես վերջին շրջանում առիթ եմ ունեցել ասելու, որ վերջին տարիների մեր քաղաքականությունները մասնավորապես ուղիղ կապ են ունեցել նաև մեր պատմության ընթերցման եւ վերընթերցման հետ։ Եվ իհարկե նաև ես ինքս երբեմն սկզբնական շրջանում որոշակի այդ 20, 21, 22 թվականներին որոշակի ինքս իմ մեջ բանավեճեր էի ունենում մեր պատմագիտական հանրության հետ, բայց մյուս կողմից մի X պահի ես արձանագրեցի մի շատ կարևոր բան, որ մասնավորապես Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գործերում, պատմության հատորյակներում շատ բարեխղճորեն, բարձր մակարդակի բարեխղճությամբ արձանագրված են փաստերը եւ երբեմն կան հետևություններ, որոնց հետ կարելի է համաձայնվել, երբեմն կան հետևություններ, որոնց հետ կարելի է եւ չհամաձայնվել, բայց արձանագրումը ուրիշ է։ Պատմությունից հետևություն անելը դա քաղաքական գործիչների խնդիրն է։ Եվ իրականում մենք երբեմն այդտեղ ենք սխալ մոտեցումներ ցուցաբերում, ոչ միայն պատմության շարադրումը եւ մատուցումը արտապատվիրակելով պատմաբաններին, այլև հետևություններ անելը, որը հենց գիտությունը դնում է ոչ այնքան ճիշտ դիրքում, որովհետև պատմությունից հետևություն անելը առաջին հերթին քաղաքական խնդիր է, առաջին հերթին եւ դա քաղաքական գործիչների, քաղաքական առաջնորդության խնդիրներն է, եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ վերջին տարիների մեր երբեմն վիճահարույց քաղաքականությունները բխում են ուղիղ մեր պատմության ուսումնասիրությունից, ընթերցումից եւ վերընթերցումից եւ երբեմն եւ նույնիսկ կարող եմ երբեմն ուղիղ նշումները ցույց տալ, թե որ սա ասում եմ անդրադառնալով այն հայտնի խոսույթից, թե պատմությունից պետք է դասեր քաղել։ Ես նույնիսկ կարող եմ իմ կարդացած հատորյակների մեջ գույներով, մարկերներով ընդգծված հատվածները ներկայացնելով ասել, թե որ հատվածը հատկապես ինչ հետևությունների եւ ինչ քաղաքական որոշումների հիմքում է կանգնած։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ այո, մենք խոսում ենք պետության զարգացման մասին, որովհետև գիտության զարգացումը ինձ համար եւ մեր կառավարության համար առանձին վերցրած ոլորտ չէ եւ կներեք հազար ներողություն, գիտության զարգացումը ինքնին առանձին վերցրած իմաստ չունի, այսինքն գիտությունը զարգանա որ ինչ, որովհետև գիտության զարգացումը մեզ համար պետության զարգացում է։